0 Բարև ձեզ, սիրելի հարագիստներ, խոստացա ես ինձ եւ ձեզ, որ ինչքան կարող եմ, պիտի փորձեմ ներկայացնել Հայաստանի մեջ նոր սերունդ, նոր արյուն, եւ ես հավատացող եմ, որ Հայաստանի այս ճգնաժամին միայն նոր ախվյաններ, նոր առաջամարտիկներ են, որ պիտի ներկայանան եւ նախաձեռնեն եւ այդ դեր հասնենք։ Այսօր ուրախ եմ, շնորհակալ եմ Հայկ Տորունցեն, որ ինձ արիտ ընձայեց, որ իմ խոստումս կայլ միևս կատարեմ։ Բարև ձեզ Հայկ, ինչպե՞ս եք։ Արև ձեզ ընկեր Մանուկյան, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Ինձ հետ միայն պետք հերիք է, ոչ բարան պետք է, ոչ ալ Գերմանուկյան։ Մենք պաշտոնական մարդիկ չենք, ես սոցիալիստ մարդ եմ, նախընտրեմ համեստ ընկերովի խոսի։ Եթե ակտիվ չունես, Ես խնդիր չունեմ։ Օյագապ, ես չեմ սիրել խոսել հոգնագի, հարկանգի բաղաշ չէ, ուղղակի հոգնագին ինձ համար քիչ մը չափազանցված ավելորդություն է, հարկանգը արդարությունով չէ, այլ վերաբերմունքով։ Շատ լավ, Պետրոս ջան, մենակ ուրախ եմ։ Շատ լավ է, հոյակապ Հայկ ջան, նախաձեռնեցիր, շնորհավորեմ, դերևս եմ որ առաջին կայլով միշտ չեն հաշվել քաղաքականության մեջ process է, սակայն կապչություն եւ նախաձեռնություն ուզե դիմելու առաջին կայլին։ Նախաձեռնեցիր Ազերբայջան Հարաբաղը նախաձեռնությունը կատարեցիր, գուզեմ անոր մասին մեզի խոսից ներկայացնես հրամեցեք։ Նախ շնորհակալ եմ հնարավորության համար, Պետրոս ջան, վերջո ես էլ ուրախ եմ այս հնարավորության համար, որ կարող եմ տեսակետներս հայտնել ավելի լայն աուդիտորիայի առաջ։ Հանդես եմ գալիս նախաձեռնությամբ, ինչպես ասացի, Ազատության հրապարակում ամենօրյա ռեժիմով, ինչու՞մն է կայանում նախաձեռնության իմաստը նպատակը։ Հանդես եմ գալիս կոչով, ուղղված այսօրվա անդիմադիր դաշտում հանդես եկող քաղաքական ուժերին, համախմբվել սահմանադրական փոփոխությունների շուրջ, որը որպես հետևանք կարող է ունենալ թե այս իշխանությունների հեռացումը եւ ինչը շատ ավելի կարեւոր է ինձ համար, նմանի վերարտադրության անհնարինությունը։ Ինչի նկատի ունեմ սահմանադրական փոփոխությունները ասելով, մի անձի հնարավորությունների ու լիազորությունների սահմանափակում, որ մեկ անձը մեր գլխին այսքան մեծ արաբիքներ բերելու հնարավորություն այլևս չունենա։ Հանդես եմ գալիս առանցքային հարցերով եւ օրակարգով, շատ եմ կարևորում առանցքային հարցերը 6 կետից բաղկացած, որպեսզի ամբողջությամբ չթվարկեմ, միտքը կփոխանցեմ։ Կրնաս թվարկել, փաստիկեզի ազատ է, ես միայն լսող դիրքի մեջ եմ։ Հա, միտքը ինչու՞մն է կանում, այսինքն որտեղ է երաշխիքը, որ սրա հեռացումից հետո այս կամ այն քաղաքական ուժը իշխանության գալով կկատարի իր խոստումները, կամ անգամ կցանկանա կատարել իր խոստումները, երբ որ արդեն հասնի իշխանության, որտեղ է այն սահմանը, որից այն կողմ այդ քաղաքական ուժը կընդունի, որ այլևս ինքն անզոր է կատարել իր տված խոստումները եւ հրաժարական կտա, որը եւս ես այդ սահմանը չեմ լսում ոչ մեկից, եւ նաեւ որոնք են այն լծակները, որոնք ես որպես քաղաքացի կարող եմ օգտագործել, եթե հաջորդ իշխանությունը իր տված խոստումները չկատարի կամ շեղվի ի սկզբանե այն ծրագրից, որի համար որ ինքը գալիս է։ Հարցերս ուղղված են ընդդիմադիր հենց ուժերին, իշխանության ձգտող ընդդիմադիր ուժերին, ու իմ կարծիքով, քանի դեռ այս ու նմանատիպ հարցեր չեն շոշափվում հասարակական դաշտում, չեն ներկայացվում այս հարցերի պատասխաններ այդ նույն քաղաքական ուժերի կողմից, ես քիչ հավանական եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր կլինի հեռացնել, մաքսիմում դրան այլընտրանք համարում եմ անձի փոփոխություն, որովհետև ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ մեկը, ում այս կամ այն կերպ ներդրել են մեր պետության մեջ, կամ ազդեցության տակ են վերցրել երկրի իմունիտետը թուլացնելու, սուբյեկտայնությունը թուլացնելու համար։ Այսքան Ինչպես։ Այսքան եթե կնաս շարունակել, 10 րոպե քեզի գարդուրի մոլասուրմացի խոսից։ Եթե Հա, ունես հասկանալի է։ Մեր կարևորագույն խնդիրը այսօր ես համարում եմ ոչ թե այն, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է ինչ-որ բան անել, այլ այն, թե ինչ միջավայրում է կամ ինչն է նրան թույլ տալիս դա անել,
կարևորում եմ սահմանադրական կարգը, այսինքն ավելի շատ այն հանգամանքը, որ սահմանադրական կարևորագույն պաշտոններում մարդ նշանակելու լիազորությունը տրված է նրան որպես երկրի ղեկավար, միևնույն ժամանակ հողի վրա նաև նա հնարավորություն ունի այդ նույն անձանց սահմանադրական պաշտոններից ազատելու, եթե իր կամքը չեն կատարում, լավագույն դեպքում կամ իր ցանկությունը չեն կատարում։ Ուստի այն կարևորագույն պաշտոններում, ինչպիսին օրինակ դատախազը, փաստացի հողի վրա հնարավորություն չունի հարցեր ուղղել կամ պատասխանատվության կանչել երկրի ղեկավարին։ Միևնույն ժամանակ կարևոր խնդիր եմ համարում նաև այն հանգամանքը, որ այսօրվա ընդդիմադիր դաշտում առկա քաղաքական ուժերը յուրաքանչյուրն իր հերթին ամենաազնիվն է իրեն համարում, ամենահայրենասերն է իրեն համարում ու ամենախելացին ու որևէ մեկի հետ համագործակցելու կարիք չունի, որովհետև մնացած բոլորն անազնիվ են, անհայրենի կամ ծախված։ Շատ կարևոր հանգամանք է դա, որ ոչ մեկ չի ուզում իրար հետ համագործակցի։ Ես ինքս անբարոյականություն եմ համարում նաև այն հանգամանքը, որ այդ նույն քաղաքական ուժերը, որոնք առնվազն 2023 թվականից այս կողմ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է կործանման ու որևէ եզր չեն գտել համագործակցելու, երկու կոնտեքստում եմ դա դիտարկում, կամ իրենք մեզ խաբում են եւ Նիկոլ Փաշինյանը իրականում այդքան էլ այնտեղ հասնելու ենք, շարունակեց լակիդ հասնելու ենք այնտեղ։ Հա, բայց այդ երկուսն ասեմ, որ միտքս չընդհատվի, հա, այո, հրամեցեք։ Կամ Նիկոլ Փաշինյանը այդքան էլ վատ ղեկավար չի եւ իրենք մեզ խաբում են, փորձում են խաբեն, որ իրենք էլ գիտեն գալու են նույն բանն անեն, կամ նեղ թիմային շահեր են սպասարկում։ Շատ կարևոր հանգամանք եմ նաև համարում այն, որ տարբեր քաղաքական ուժեր սպասարկում են կամ դիրքորոշում ունեն արտաքին քաղաքականության մեջ, մի մասը ռուսամետ են, մի մասը հակառուս կամ արևմտամետ։ Ես դա լուրջ խնդիր եմ համարում մեր այսօրվա ընդդիմադիր դաշտում։ Ի վերջո այդ նույն քաղաքական ուժերից որևէ մեկը չի կարող հստակ պատասխան տալ, թե որ քաղաքական ուժն է բերել Նիկոլ Փաշինյանին, եթե դիտարկում են, իրենք էլ են դիտարկում, որ դրսից բերված մարդ է, հստակ իմ կարծիքով որևէ մեկը չի կարող ասել, որտեղ որևէ մեկը հստակ ինֆորմացիա իմ կարծիքով չունի, չհաշված նախորդ իշխանությունները նաև։ Դիտարկում եմ հարցը այս կոնտեքստում, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար նախ եւ առաջ ընդդիմադիր ուժերը պետք է հստակ ասեն, թե իրենք ինչի համար են գալիս, հստակ ծրագիր ներկայացնեն, որ հետո քաղաքացիները իրենցից պահանջելու բան ունենան, բայց դրանից մի մակարդակ ավելի բարձր դիտարկում եմ կարևորության հարցում նաև այն հարցը, թե ինչ լծակներ են իրենք պատրաստ տալ քաղաքացուն, եթե իրենք իրենց խոստումները չկատարեն։ Դա շատ ավելի կարևոր եմ համարում, որովհետև այսօրվա այն խոսույթը, որ հասարակությունը անտարբեր է այսօրվա իրողություններին, առնվազն վերջերս սկսել եմ դիտարկել այն հանգամանքը, որ ոչ թե հասարակությունը անտարբեր է այսօրվա իրողություններին, այլ հասարակությունը փնտրտուքի մեջ է, թե իրեն ինչ են առաջարկում, արդյոք առաջարկածը իրատեսական է, թե ոչ։ Ես որպես քաղաքացի իրավունք ունեմ, կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն եմ ցանկանում կամ պահանջում ինչ-որ առումով, այս բաների համար, ինչը որ ես տեսել եմ, թվարկել ինձ թվում է կարիք չկա, յուրաքանչյուրն էլ իր կարծիքն ունի։ Ես անհատ քաղաքացի իշխանության չձգտող մարդ ունեմ այդ իրավունքը։ Այլ է իրավիճակը, երբ որ քաղաքական կուսակցություններն են դիրքավորվում այն կոնտեքստում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, որովհետև նա արել է այս բաները։ Իմ կարծիքով նրանք այդ իրավունքը չունեն։ Իրենք պետք է ներկայացնեն, թե իրենք ինչի համար են գալիս, այլ ոչ թե իրենք պետք է գան, որովհետև Նիկոլ Փաշինյանը վատն է։ Խնդրեմ։ Երևի ավելի ճիշտ կլինի։ Շատ հետաքրքրական է, շատ գեղեցիկ շեշտավորեցիր։ Դուք political science ավարտած ես։ Ինչպես։ Political science ավարտած ես, քաղաքագիտություն ավարտած ես համալսարանը, որտեղ 5-րդ կետը դիտեմ, ինչ շատ հետաքրքրական էր։ Եթե մատատրի ամիսի վերքիմը վրա, որ մե չեն խոսի ադոր մասին։ Շատ գեղեցիկ, պիտի գտնեմ, ինչ է սա հայկը։ Հայկը սա։ Կսվի որ հասարակությունը, երասարտությունը անդարբեր է, սակայն ըստ հայգին, եւ ես համամիտ եմ քո կարծիքիդ մեջ,
հասարակությունը անդարբեր չէ։ Հասարակությունը ինչպես գեղեցիկ ծավալությունի բնդրդուկի մեջ է, որովհետև մեկ երկու պատճառ կա հիմնականն էս, որովհետև ես 3 տարի ինտիմության մեջ մասնակցած եմ 3 տարիս։ Մեկ այսօր ժողովուրդը գվախենա որ անգամ միևս պիտի միանա շարժումի մեջ որ պիտի հոսախապը լավ հիաստապվի վերջին օրինակը պիտի մտնեմ անոնների մեջ պարկած սրբազանի շարժումներ որ ամենը մեծ ինտենսներ որ տեսակ ինչքան արագ վերելք ելավ եւ ինչքան արագ մարեցավ այսօր կան այլ շարժումներ որ ժողովուրդը բամը ես օրինակ չեմ համարցակիր երտալ մասնակցիլ որովհետեւ ես Կոնե ագնամազն երկու անգամ հուսախապ եղած եմ, մասնակցած եմ եւ տեսած եմ որ անիմաստ է, աբարտուն է, մեկ երկրորդ, ասիկ որ ժողովուրդը ընդդիմություններեն կսպասե որ ոչ թե իրեն ասեմ որ օրվա իշխանությունները ինչքան վատ են, որովհետեւ ամեն մարդ գիտե եւ համաձայն է, սակայն ինչ է այդ ընդրանքը ինչ է ծեր դրակիրը։ Խնդրեմ ասելու գերում վրան դարձակվից արդյոք այս ճիշտ հասկացած եմ քեզ եւ ինչ ունիս ավելցնելիք։ Լիովին հենց իմ ասածը դրա մասին է, այսինքն քաղաքական ուժերը փորձագետի մակարդակի վրա են ընդհանրապես խոսում կամ շարքային քաղաքացու մակարդակի վրա, անընդհատ մատնաշրջելով այս իշխանությունների արած այս կամ այն քայլը։ Համաձայն եմ, այդ ամեն ինչը շատ կարևոր է այդ ընդդիմադիրների կողմից, դրա արձանագրումը ի վերջո շատերը դա չեն նկատում, չեն տեսնում ու արձանագրումը շատ կարևոր է, բայց արձանագրման հետ միասին նաև պետք է ասել, թե ինչ են իրենք առաջարկում։ Տեսեք, դուք ասեցիք սրբազան շարժման, դու ասեցիք ներողություն, սրբազան շարժման մասին, չէ՞, Պետրոս ջան, ես այդ նույն խնդիրը ինչ որ կա սրբազան շարժման ժամանակ, իմ կարծիքով նաև եղել է նախորդ երկու շարժումների, թե փրկության, թե դիմադրության։ Այո։ Այսինքն ո՞րն է եղել խնդիրը։ Հիմնական ձախողման պատճառը իմ կարծիքով եղել է այն, որ հարցի պատասխանը չի տրվել, թե Նիկոլ Փաշինյանից հետո ով պետք է գա իշխանության։ Այսինքն այդ հարցում չեն գտել այն անձին, ում շուրջ իրենք բոլորը կուզենան համախմբվել կամ ում ղեկավարությամբ կուզենան աշխատել նոր կառավարությունում օրինակ։ Այն տարբերակում ինչ որ ես եմ առաջարկում, այդ հարցը մղվում է երկրորդ պլան, թե ով պետքա գա, որովհետեւ ով էլ գա, այդքան մեծ հնարավորություններով պետքա օժտված չլինի։ Ես հետեւյալ ձևակերպմամբ եմ հանդես գալիս, որովհետեւ հաջորդ կառավարություն, որը պետք է լինի պարտադիր կոալիցիոն, պետք է ձևավորվի միայն ու միայն սահմանադրական փոփոխություններ եւ ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնելու եւ նոր ընտրություն կազմակերպելու։ Անկամ եթե նա եկել է 2026 թվականի ընտրությունների, հերթական ընտրությունների արդյունքում։ Այսինքն առաջարկում եմ մի կողմ մղել նախկին ներկան, արևելք, արևմուտք, այդ շատ կարևոր երկու խոսույթները մեր իրականության, որոնք հասարակությանը ուղղակի պառակտում են։ Ու միևնույն ժամանակ մեջ բերելով այն հանգամանքը, որ որևէ մեկը չի կարող հստակ պատասխան տալ, թե ինքը ոնց է վարվելու արտաքին քաղաքականության մեջ, ուղղակի որովհետև այս անվստահության պարագայում որևէ մեկը չգիտի Նիկոլ Փաշինյանը ինչ է բանակցում ու վաղը մյուս օր իր դիմաց ինչ փաստեր են դնելու։ Ի վերջո պետք է ընդունենք այդ փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իր անունից չի բանակցում, այլ բանակցում է Հայաստանի Հանրապետության անունից։ Անկախ նրանից, թե մենք իրեն կամ իր կառավարությանը, իր իշխանությանը ոնց ենք վերաբերվում։ Ու իմ կարծիքով շատ դժվար է լինելու ուղղակի ասել, որ մենք չենք ընդունում Նիկոլ Փաշինյանի բանակցածը, որովհետև ինչ-ինչ ձևով մենք կարողացել ենք իշխանափոխության հասնել։ Ուստի ես առաջարկում եմ խոսել միայն ու միայն նրանից, ինչի մասին որ կարող ենք խոսալ, ինչի մասին որ հստակ կարծիք կարող ենք կազմել, այն է աղի կանոնների փոփոխությունը ներքաղաքական կյանքում։ Ու այդ ժամանակավոր կառավարությունը այդքան չարչարված թեման միտք դնել, թե ժամանակավոր կառավարությունը ինչի համար ենք ուզում, որ ձևավորվի։ Այսքան Խնդրեմ, ուղղակի ես մտքերս ավելի հեշտ եմ շարադրում, երբ որ հարց ու պատասխանի ձևով է լինում։ Ընտիր չի գա, այսօր քեզի պաստվի, որտեղ ասեմ ինչու, քեզի չեմ ընդդեմ եւ ժամանակ կուտամ, որովհետեւ դժբախտաբար Հայաստանի քաղաքական կուսակցությունները եւ ոմանց ես հորտորած եմ, գոչուած եմ, խոսած եմ, փակ ժողովներու մեջ վիճած եմ,
որ ինչու երիտասարդության արի չեք տար։ Եվ ինձ իսված է երիտասարդություն չկա, չի մասնակցիր, եղած է հարցազրույցներ, որ հրաբարակով նույն գարձիկ արտահայտած են, եղած է որ նաև մեկուսի փակ ժողովներում մեջ որ երիտասարդություն չի գա։ Տուն օրինակի համար նմուշ մնես եւ վստահ որ կոնոման շատերը կան։ Տուն օրինակի համար ինչ կուզեցել Հայաստանի մեջ ամբողջ միդիան իրարու գործը արտարանալ եւ այսի բادرվակ այսինքն որ եւ փոխել որ միդիա բլոկադայի դակ է սակայն կոնոման երասարտներում ինչու քաղաքան տաշը ճուզեր արիտալ կամ ընդունել արդյոք ծեր նմաններեն գտեսնե սպառնալիք հրամեցեք սպառնալիք այն իմաստով որ իրենց շուկի դակ դնեք գիտեք կոնոմանները շատ երևին Նայեք, ես չեմ կարծում, որ անձամբ ինձ ինչ-որ մեկը սպառնալիք է ընդունում, առնվազն ես այդ կշիռ Քո երևույթը, եթե քո զման եսարտներ այսպես շատանան գազմեն հոսան, գազմեն միություն, գազմեն ներկայություն, անի գրնա, որտեղ պիտի ընդունենք, որ Հայաստանի քաղաքական տաշտը լիովին սնանգացած է, ընդդիմությամբ եւ իշխանությամբ։ Հայաստանի քաղաքական տաշտը սնանգացած եւ կատվածահար է եւ ժողովուրդը կփնտրի նոր արյուն։ Կոնոմանները հույսն են այդ իմաստով։ Ես այն մոտեցման եմ, այսինքն տեսեք, ես առանցքային տես Պետրոսյան, առանցքային հարցերի մասին չէ խոսեցի։ Իմ մոտ ինձնից անկախ է ստացվում, փորձում եմ ինձ ուղղել։ Ես խոսեցի առանցքային հարցերի մասին։ Այդ հարցերը ուղղված են միայն ու միայն ընդդիմադիր դաշտին, այն ընդդիմադիր դաշտի այն խաղացողներին, ովքեր իրենց պատկերացնում են վաղը լինելու իշխանության։ Ու դա չի սահմնակփակվում միայն խորհրդանական ընդդիմությամբ, արտախորհրդանական ընդդիմության մեջ եւս կան շատ ու շատ ուժեր, որոնք ամենայն հավանականությամբ, եթե հասնենք այդ օրվան կմասնակցեն 2026 թվականի ընտրություններին, ակնկալիքով, որ կամ իրենք կլինեն իշխանություն, որ իմ կարծիքով շատ թույլ ակնկալիք է, կամ առնվազն այս կամ այն չափով կօգտվեն խմորեղենի իրենց մասնաբաժինը կկարողանան վերցնել, սենց ասեմ։ Ինչ որ հասկացի որ դերի ունենալու։ Ինչպես Ինչ որ գասկադի որ դեղի ունենալու, որտեղ Հայաստանի մեջ իշխանությունները զատ եւ խորհրդարանական ընդդիմությունները զատ մյուս մնացյալ գուսակցությունները ահավոր թույլ են ինչպես որ դու կամ տունալ ասիր, որովհետեւ այսօր բադիվ ունեմ եւ Հայաստանաշինք եւ իշխանությունն են, սակայն անգամ մյուս մնացյալ ուժերը արդեն բավական մեծ նահանջի մեջ են։ Համարյա թե բացակայեն։ Լիովին համաձայն եմ ու հենց այդ կոնտեքստում ես թիրախավորում եմ հենց ընդդիմությանը բոլորին առանց բացառության պատասխանելու հենց այդ հարցերին։ Տես ասում ես մեդիան իրանցով են արել եւ չեն թողում որևէ մեկը խոսա։ Այո։ Ես հենց ասեմ, եթե պետք է ակնկալիքը լինի այն, որ ինչ-որ մեկին պետք է թողեն խոսա, այդ պարագայում այդ մարդը ավելի լավ է առաջ չգնալ, քայլը չգցի, որովհետեւ որևէ պարագայում դժվարություն կա։ Հիմա օրինակ ես իմ նախաձեռնության մեջ ես չեմ նայում ինչ-որ մեկը կգա կլուսաբանի, թե չէ։ Փորձում եմ որոշակի ձև ավելի լսելի դարձնել ձայնս, մասամբ ստացվում է, մասամբ չի ստացվում։ Գնայս որ կնդանում եմ, սակայն հայ օրինակի համար եթե քեզի միդիան չոքն է, շատ դժվար է որ մարդիկ այսինքն ներկայանան լինենք իրաբաշտ։ Այսինքն ես չեմ ակնկալի որ Հայաստանի մեջ ժողովուրդը անկայն քաղաքականապես անջված եւ հասուն է որ եւ որ տեսնե որ մի մարդ ճիշտ է մեկը մյուսին պիտի բոխանցի եւ այդ շարժումը պիտի լինի այսօր ապոս աշխարհի մեջ միդիան ինքը արդեն բռնականության մի ցև է այսինքն մոնոպոլիզմ դա միդիան կարողացած է մոնոպոլիզմն քաղաքական դաշտը ամբողջ աշխարհի մեջ որ մնաց Հայաստան հրամեցեք ես մեդիայի հիմնական խնդիրը կհամարեմ այն որ այսօրվա լրատվամիջոցները լինի դա YouTube-յան կամ ես կենտրոնանում եմ ընդդիմադիր դաշտի վրա էլի կարող ես դիտարկել իմ ասածը որ վերաբերվում է հիմնականում ընդդիմադիրների Բայց մի շատ կներես ընդդիմադիր միդիան եթե հավաքենք հավաքաբար փարկացի բայց այն շարժումը ցույց տվա որ ընդդիմադիր միդիան ավելի ուժեղ քան թե իշխանությունը եթե հավաքաբար հաշիվ ունենք հրամեցեք Հա, այդ գնահատականը, չգիտեմ, դու երևի ավելի լավ կիմանաս, ես գնահատական չեմ տա, որն ավելի ուժեղ, բայց ասածից միտքը ինչու՞մն է։ Այսօրվա նույն այդ ընդդիմադիր մեդիան շարժվում է օրվա հրամայականով։ Ոչ թե անդրադառնում է կարևորին, այլ օրվա հրամայականով։ Պայմանական օրինակ, թե ինչ է ասել այսօր Նիկոլ Փաշինյանը, վաղը ինչ է ասելու, երեկ ինչ է ասել, այսինքն Նիկոլ Փաշինյանը թելադրում է օրակարգ, որով պետք է շարժվի մնացած ամբողջ քաղաքական դաշտը։ Իր պարագայում դա ընդունելի է, ինքը ձգտում է դրան, հասնում է, այլ հարցը թե ինչ են անում լրատվամիջոցները դրանից զատ։ Ես
շատ աննշան տենդենս սկսել եմ զգալ, որ ընդդիմադիրներին փորձում են հարցեր ուղղել, բա դուք գալու եք ինչ անեք, բայց իմ կարծիքով դա բավարար չի։ Այդ ճնշումը ընդդիմադիրների վրա պետքա շատ մեծ լինի։ Հիմա Այո, կարող ընդդիմադիրները շատ հաճախ հակադարձեն հետևյալ ասածից, որ իրենք ջերմոցային պայմաններում են ընդդիմություն, ասելով, որ իշխանությունը իրենց ճնշում է, չգիտեմ, կան քաղաքական հետապնդումներ, բայց իմ խոսքը ժողովրդի կողմից է ճնշման մասին ընդդիմադիր քաղաքական ուժերին, այսինքն ժողովուրդը չի պահանջում ընդդիմադիրներից պատասխաններ։ Հա, եղել են 2-3 ընդդիմադիր շարժում, չեն եղել ինչ-որ դրական արդյունքներ մեծ մասամբ, բայց ինչի չեն եղել արդյունք, ինչի չի պահանջվում պատասխան, թե ինչի չի եղել։ Կծկտուր ուղակի չստացվեց, չգիտեմ, փորձեցինք, շատ մարդ չեկավ, իսկ դուք ինչ եք մարդկանց առաջարկում, որ մարդիկ չեկան։ Ոչինչ չեք առաջարկում, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը վատն է ու նա պետք է գնա։ Նորից եմ ասում, մենք գիտենք դրա մասին։ Առնվազն այն ճնշող մեծամասնությանը բնակչության դրա մասին իր կարծիք ունի այս իշխանության հետ կապված։ Եթե շատ ձեր շիրակ։ հույսերը հնչին 20 կամ 25%-ն է, ուրեմն ինչ ասեմ, ողբամս քեզ հայոց աշխարհ։ Եթե ձեր հույսը այդ փոքր տոկոսն է հասարակության, չգիտեմ, այսինքն այստեղ հարց է առաջանում, մենք ընդդիմադիրներից ինչ ունենք պահանջելու։ Ունենք Գներես հայ, կարծիք պահանջելու։ այսպես չվավորեմ, դուն օրինակի համար իբր դասարտ կբայքարող, քեզի ոյ մեկ աղամ ուժ, քեզի ինչ տեսակ պետք է ուղերձ ուղե, որ դու համոզվիս եւ մոտիվացիա ասկաս, քրավեք ես որ օրինակի համար իրենք միասին համագործակցից կամ իրեն հետևից։ Այսօր քաղաքական ուժերը որ միտինգներ գնեն, որ քաղաքական գոչը կամ գայթախոսը կամ ջարը կամ խոստումը կամ ձեռակիրն է օրինակի համար հայգին նման դասարտիվը գամոզի որ ահա ասիկ արժե աս քաղաքական ուժին արի տնձայել։ Նայ Պետրոս ջան, ես որևէ քաղաքական ուժի անուն նախ չեմ տա, որովհետև որևէ մեկին չեմ վստահում։ Այսօր Ահա, ամեն քաղաքական դաշտում հենց սխալ եմ էստեղ անում, որ չեմ արդյոք։ վստահում։ Հա, ես ասեմ խի չեմ վստահում։ Մեր քաղաքական դաշտը, քաղաքական կուսակցությունները որպես կանոն ձևավորվում են անձերի շուրջ կամ արդեն իսկ ձևավորված են անձերի շուրջ։ Դաշտը սահմանադրական կարգը այնպեսին է, նույն այս խորհրդանական հանրապետության շրջանակներում կամ նախկինում կիսանախագահական, նախագահական, որ մի մարդը շատ մեծ հնարավորություններ ունի ամեն ինչ իր տակ մտցնելու։ Այդ պարագայում ես չեմ կարող բացառել մարդկային էգոյի գործոնը, որը շատ հեշտ կարող է տրվի իշխանության բարիքներին, ու ոնց որ ասեցի, արդեն չեմ բացառում այսօրվա քաղաքական համակարգի բնույթի պարագայում, միայնյա ձգտման պարագայում, որ այդ միածը ուղղակի կարող է այդ գայթակղությանը չդիմանա, եթե անգամ ինքը եկել է շատ ազնիվ մղումներով ու շատ ազնիվ ցանկություններով ու խոստումներով։ Դա ես դիտարկում եմ անգամ ամենադրական տարբերակը, կամ անգամ որ նա չկարողանա այս մի իր շուրջ ձևավորված այդքան մեծ կենտրոնացումով ուղղակի չկարողանա հասնել հաջողության ու ուղղակի չուզենա հրաժարական տալ, շարունակելով կամ փորձելով ավելի խոր անդունդը տանելու մեզ։ Ես դա դեռ դիտարկում եմ հնարավոր լավ տարբերակը, երբ որ ղեկավարը ձգտում է դեպի լավը տանի պետությանը։ Խոսում եմ երաշխիքների մասին։ Հարցը ես դիտարկում եմ հետևյալ տեսանկյունից։ Երբ որ քաղաքական ուժերը, անգամ հակառակ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերը որպես առաջնահերթություն կընդունեն սահմանադրական փոփոխությունները այն կոնտեքստում, որ միանձ այդքան մեծ հնարավորություններով օժտված չլինի, ու հասարակությանը կփորձեն մատուցել դա որպես առաջնահերթություն, փոխարեն Նիկոլ Փաշինյանի վատ լինելու, այդքան մեծ տարբերություն ունեցող քաղաքական ուժերի կողմից այդ թեմայի արծարծումը ընդհանուր խոսալու թեմա կտա նաև իրենց հետևորդներին, ու հասարակությունը իր միասնության մեջ կսկսի խոսել միևնույն բանից։ Ոչ թե այս քաղաքական ուժը հարում է արևմուտքին, այս քաղաքական ուժը հարում է Ռուսաստանին կամ նախկին ներկա այդ խոսույթը, այլ ընդհանուր խոսալու բան կունենա ու հասարակության մեջ հնարավոր է որոշակի գիտակցական մակարդակի վրա պահանջ լինի ընդդիմադիրներից այդ փոփոխությունների, այլ ոչ թե ընդդիմադիրներից պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, այլ ընդդիմադիրներից պահանջեն այդ փոփոխությունների իրականացում։ Բայց միևնույն ժամանակ պետք է շատ լավ գիտակցել, որ այս իշխանության օրոք դա այդ փոփոխությունները ես մոնե հնարավոր չեմ համարում։
Աշուր։ Ուստի այդ նույն փոփոխությունները ուղղորդվում են Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ։ Ես իմ խոսքում ինչ ասեցի։ Այդ փոփոխությունները կարող են նպաստել թե Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ու ինչը շատ ավելի կարևոր է, նմանի վերարտադրության անհնարինությանը։ Այո։ Խոսքս այն երաշխիք ասելով ի նկատի ունեմ հենց դա։ Երաշխիքը կարող լինի միայն հասարակական պահանջը, որտեղ անգամ առանց դրա, անգամ կոալիցիոն կառավարությունը ձևավորվելի կարող է ուղղակի չկատարել դա, եթե չլինի հասարակական պահանջ։ Այո։ Բայց միևնույն ժամանակ ես չեմ Հետևողական։ դիտարկում այն հանգամանքը, չեմ դիտարկում, չեմ պատկերացնում այն հնարավոր սցենարը, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է հավաքվեն մի թեկնածուի շուրջ, օրինակ, ու այդ թեկնածուի միջոցով հասնեն փոփոխության։ Դա էլ եմ շատ բարդ համարում ու չեմ բացառում նաև 2026 թվականի ընտրությունների հասնելու հարցը։ Ու այդ ընտրությունների հասնելու պարագայում այսօրվա այդ մասնատված ընդդիմությունը այս թեմայի արծարծումը նաև հնարավոր միջոց եմ համարում այդ մասնատված ընդդիմությանը որոշակի մեծացնելու տարբեր առանցքների շուրջ, այսինքն ոչ թե լինեն պայմանական 20-25 մանր-մունր կուսակցություն, որոնք հանդես են գալիս այն լոզունգով, որ մենք ամենալավն ու ազնիվն ենք, մեզ ընտրեք, չէ, հանդես են գալիս այն հնարավոր սցենարով, որ այդ նույն մանր կուսակցությունները կարող են համախմբվել, բայց ոչ թե այդ համախմբվում են նրա համար, որ իրանց թեկնածուն ամենալավն, այլ համախմբվում են տարբեր թևերով ու նույն թեման են առաջ տանում, որ իրենցից ով էլ գա վաղ իշխանության, դա է անելու։ Այսինքն մյուս քաղաքական ուժերը եւս ձևավորված, հնարավոր սցենարների մասին է խոսքը հիմա։ Մյուս քաղաքական ուժերը եւս ձևավորված այդ պահանջը ուղղելու հնարավորություն են ունենում նաեւ, որ իրենք չեն կարողացել գալ իշխանության, գոնե այն ով որ եկել է իշխանության, այդ փոփոխությունն իրականացնի ու նոր ընտրություն անցկացնի, ու արդեն իսկ նոր խաղի կանոններով ձևավորվելիք ապագայում կառավարությունը ավելի ուզի, ավելի քննարկման բաց լինի, կարևորագույն հարցեր ընդունելիս հնարավորություն չունենա անտեսի մնացածի կարծիքը ու միասնյա որոշումներ կայացնի։ Խոսքը դրա մասին է։ Քանի որ Եթե հայտ կարող մի քիչ միտքս լղոզված եմ արտահայտում, ուղղակի թեման իմ համար այնքան ծավալուն է, դրա համար եմ ասում, հարց ու պատասխանի ձևով ավելի հեշտ է իմ համար մտքերս արտահայտել։ այդքան միշտ արիտ է ունենալու իմ ալիքի վրա այնպես որ եթե նույնիսկ գսկաս որ դեպ այդպես չէ որ լողոզված է կոմիտները ես այդպես չեմ տեսնել սակայն եթե այդպես գարձես իմ ալիքը սպած է եւ բավական արիտները ունենաս հաջորդ անգամ այդ տպավորությունը չես ունենալ քանի որ դու ավելի համատրական օրիենտացիոն ունես այսօր օրիենտացիա գխոսի համատրության մասին եւ Հայաստանի մեջ վերջերս անգամ միևս Հայաստանի ինտիմատիվ քաղաքական դաշտը մեջը երանտը արտնցած է որ սպիրկի հետ միասին այսպես սիրուն խոսքեր ուղե բախշական ինձ համար բանաստեղծական սակայն ես չեմ հավատար նախ այստեղ գա համատրական ուժեր աշխատումներ որ մեր 10 միլիոն հայերը անգարող են Հայաստանի քաղաքական որոշումներում մեջ վճռելի դեր խաղալ ոչ կրնան Թուրքիի հայերը նույնիսկ Հայաստանի դուրս ելած արևելահայերը ընդրել ոչ կրնան հայրենտարцերը ընդրվել գիտես համատրական ոչ կրնան pedagogan başlığını ստանցնել այստեղ կա համատրական մեծ խնդիր արևել գա Հայաստանի մեջ այս իրավիճակը որ ինչպես որ գա սպիրկի մեջ ալ հայերս գիտես որ մենք անցնագետ ունենք ծեր գարձիկով կամ քու գարձիկով ավելի ճիշտ է համատրական ինչ Կայլեր պետք է առնվի, որ կարողանան 10 միլիոն հայերը միադեղ այս Հայաստանի pedagoganաշինության մաս կազմեն որոշիչ դեր խաղան թե որոշել եւ դեալ իրենց գարձիկը բարձրացրել եւ արդյոք Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստ է այդպիսի սցենարիմը երկխոսից ուղեմ ընդդիմության որտեղ այս իշխանություններն հույս չունին արդյոք պատրաստ է որ այսպիսի իրավիճակներ ստեղծեն որ Թուրքիի մեջ մասնակիցներն ալկան եւ իրենց դերը խաղան որովհետեւ այդ մեկը բնականաբար իրենց դերը եւ իրենց դիրքերը պիտի նվազեցնե Կոնե 70-100%-ով, եթե ունենք մենք 7 միլիոն հայ սպիրկում եւ 2 միլիոն հայ այստեղ, այսինքն այդ բաշտուններուն 70-100-ը պիտի սպասնեն արտասահմանի հայերը։ Ունենք դաղվին 9 րոպե խնդրեմ հրամեցեք։ Կապած սենց սկսեմ Պետրոս ջան։ Նախ թե Սփյուռքը ունի մեծ պոտենցիալ։
Հեչ որ չէ քանակական առումով որ վերցնենք, վստահաբար ավելի մեծ պոտենցիալ կարա իր մեջ ունենա օգտակար լինելու Հայաստանին, քան նաև Հայաստանի մեջ հավանականությունից ելնելով եմ էլի ասում, կապված որ այնտեղ 7 միլիոն է, այստեղ 3 միլիոն է օրինակ։ Բայց այստեղ հարց առաջանում, արդյոք օրվա իշխանությունները, մեր օրվա իշխանությունները պատրաստ են օգտագործել այդ պոտենցիալը։ Օրվա իշխանությունները պատրաստ չեն, ադի հստակ։ Ընդդիմությունն չի եղել պետք է ներկայացնել։ Խոսքը դրա մասին է, այսինքն ոչ թե միայն այս օրվա իշխանությունը, այլ առհասարակ օրվա իշխանություն պատրաստ է օգտագործել այդ պոտենցիալը, թե չէ։ Ես հետևյալ ձևակերպման եմ կողմ, որ մենք 91 թվականի ծեսկում ոչ թե ունեցել ենք ինստիտուցիոնալ պետություն, հիմնված ինստիտուտների վրա, այլ ունեցել ենք օրվա իշխանություն։ Լավ, դա հարցի մյուս կողմն է։ Ունեցել ենք օրվա իշխանություն ու ամեն հաջորդ եկած օրվա իշխանություն, չեմ ասում արելա, բայց հնարավորություն է ունեցել ամեն ինչ փոխել 180 աստիճան ըստ իր համոզմունք կամ ըստ իր պատկերացման։ Հիմա այդ պարագայում, երբ որ կա իշխանության գործոն, ոչ թե պետության մեջ քո գործը անելու, այլ կա իշխանության գործոն, հավանականությունը շատ փոքր է իմ համար գոնե, որ այդ նույն սփյուռքի պոտենցիալը կարա օգտագործվի ու դա վնասի իր իշխանությանը։ Այսինքն ես նորից դա կապում եմ այն հարցի հետ, որ ոչ թե պետքա լինի օրվա իշխանություն, այլ լինի կառավարություն, իշխող ինչ-որ ուժ, որը ոչ թե ամեն ինչ անում է ըստ իր ցանկության, որովհետև ինքը ունի ամեն ինչ ու ամեն լծակ ու ամեն հնարավորություն, այլ ուղղակի նա ունի համոզմունքներ, որոնք փորձում է առաջ տանի։ Կապված Սփյուռքի հետ, որ պետք է օգտագործվի Սփյուռքի պոտենցիալը, դա միանշանակ է իմ համար, որպես հայ Հայաստանում ապրող մարդ, բայց ինչքանով դա օգտագործվի։ Արդյոք Սփյուռքում ապրող անձինք, ովքեր տարվա մեջ կարող է մի քանի օր գան այստեղ կամ չգան, արդյոք այդ մարդիկ պետք է ներգործություն ունենան Հայաստանի ներքաղաքական կյանքում կամ արտաքին հարաբերությունները։ Հայք ասում է խնդիր 2-3 համաձայն է։ Միևնույն ժամանակ կարևոր է առանձնացնել, եթե ես ոչ մասնագիտական եմ տեսակետը, բայց իմ տեսակետը հետևյալն է, կա Սփյուռքում անձինք, ովքեր ստեղից գնացել են 91 թվականից հետո, ու կա Սփյուռքում մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ, ասենք օրինակ 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց սերունդ որպես այն մարդիկ, ովքեր ստեղից գնացել են քաղաքացիությունից չեն հրաժարվել, իրենք էլի կարող են գալ մասնակցել օրինակ ընտրություններին կամ պաշտոններ, որոնք չեն պարտադրում ինչ-որ ժամանակ, որ իրանք պարտադիր ստեղ պետք է ապրած լինեն, որ կարողանան այդ պաշտոնը զբաղեցնել։ Ես այն կարծիքին եմ, որ պետք է օգտագործել Սփյուռքը իր ամբողջության մեջ, ինչու՞ չէ նաև որպես լոբի։ Միևնույն ժամանակ այն կարծիքին եմ, որ պետք է հնարավորություն տալ Սփյուռքի մասնագետներին գալ այստեղ, ընդունել հեշտ քաղաքացիություն ու որպես քաղաքացի մատուցել իրենց ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը։ Ի վերջո Հայաստանը, գիտեք ոնց, շատերը ընդունում են Հայաստանը ռուսերեն բառի համար կներես Պետրոս ջան, որպես դաչա։ Մի քանի տարի մեկ գալ Հայաստան, հանգստանալ, հպարտանալ, որ մենք ունենք Գառնի, Գեղարդ, Սևան, Տաթև, օրինակ, գնալ ու մի քանի տարի հետո նորից կամ գալ կամ չգալ կամ ձեր երեխաներին ասել, որ սենց տեղեր կա, կարող է գնալ։ Նման Սփյուռքի օգտակարությունը իմ համար ես դիտարկում եմ որպես լոբի, այսինքն եթե դուք ընդունում եք, որ կա Հայաստան ու դուք կարող եք հպարտանալ Հայաստանով, խնդրում եմ այն երկրներում, որտեղ դուք ապրում եք, տարածեք դրա մասին, բայց կապված նրա հետ, որ իրենք պետք է գան Հայաստանում պաշտոն զբաղեցնեն ու պատասխանատվություն կրեն Հայաստանի համար։ Ես շատ ուրախ կլինեի, որ այդ մարդիկ ուզենային գային ընդունեն Հայաստանի քաղաքացիությունը, ապրեն այստեղի հոգսերով, ու այդ հոգսերով հանդերձ նոր որոշումներ կայացնելու վրա ազդելու հնարավորություն ունենան։ Դա իմ տեսակետն է, կապված Սփյուռքի հետ։ Այջան, դու համաձայն ես։ Ես քո ասածը համաձայն եմ, ես այսօր կարծիք չունիմ, համաձայն եմ, որ դու արդայես եւ շատ գեղեցիկ արդայես, նախավոնին 4 րոպե, սեմ կախնիկ միջե ես ալ միշտ երեսարտներուն կփորձեմ այս ալիկեն հյուրընկալել եւ բոլորին ուղղված եմ մեր վիդեոն եւ ես գախնիկ չեմ որ գուզեմ այսպեսի շրջանակ մգազմեն երեսարտներու
այդ երասարտներուն եւ ընդհանուր երասարտներուն ինչ կուզես խոսել ասել, ունին տակավին 3 րոպե, ինչ խոսք կուզես ուղել քո նման երասարտներուն, որտեղ Հայաստանը գարիք ունի գիշեշտեմ նոր արյունի։ Խոսքս կուղեմ ոչ միայն երիտասարդներին, այլ առհասարակ հետաքրքրվող քաղաքացիներին անձանց հայերին, պետք չէ սպասել, որ փողոցում ինչ-որ գործողություն կարող է լինել եւ դուք միանաք դրան։ Ես անձամբ երբևէ ոչ մեկին չեմ խնդրում միանալ ինձ, այլ խնդրում եմ այն մարդկանց, ովքեր որ համաձայն են իմ տեսակետների հետ կամ այն գաղափարին ինչի համար որ ես օրինակ ամենօրյա ռեժիմով գտնում եմ Ազատության հրապարակում, իրենք էլ իրենց հերթին որպես անհատ գան մասնակցեն, այսինքն ոչ թե գան պայմանական իմ կողքը կանգնեն, այլ գան իրար հետ կանգնենք, որովհետև ես վաղը կարող եմ չգալ, բայց ինքը շարունակի գալ։ Այ կարևորությունը դրանումն է։ Ինձ հաճախ ասում են, մենակով ինչ պետք է անես, իսկ ես հարց եմ ուղղում, իսկ իմ փոխարեն ինչքան մարդ ստեղ պետք է լինի, որ դուք ձեզ ավելի կոմֆորտ զգաք ու գաք մասնակցեք այդ բազմամարդ ինչ-որ միջոցառմանը։ Պետք չէ սպասել որևէ մեկին, եթե ասելու բան ունեք, դուրս եկեք ասեք, կարևոր չի ով է դա ճիշտ համարում, ով սխալ։ Դուք ձեր տեսակետն ասեք, ուրիշը իր տեսակետը կասի։ Այդ քննարկման մեջ կծնվի մի այլ տեսակետ ու դրանով հնարավոր է ինչ-որ լուծման հասնենք։ Կապված նույն երիտասարդությանը տարբերություն ինչ թվում է չկա, երիտասարդություն թե ավելի մեծ։ Երիտասարդությունը ակտիվ կլինի, երբ որ իրեն ուղղորդող լինի, երբ որ ավագ սերունդը ասելու բան ունենա։ 17, 18, 19 կամ 20 տարեկան երիտասարդը իմ կարծիքով ինքը ինչ-որ մեկի հետևից գնացող է, եթե իրեն ինչ-որ բան առաջարկեն։ 20 տարեկանը չպետք է գեներացնի այն ինչի հետևից գնան, 20 տարեկանը պետք է հետևի, ակտիվ լինի, շատ կարևոր է ակտիվությունը, բայց ինձ չի թվում, որ ուսանողությունը ակտիվ չի։ Այլ բան, որ իրեն ավելի ավագ սերունդը բան չի առաջարկում։ Օգտվելով նաև այս հնարավորությունից եւս մեկ անգամ կոչ եմ անում ամենօրյա ռեժիմով համենալ Ազատության հրապարակ քննարկել մեր երկրի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես հենց այդ կոնտեքստում, որ մեր հաջորդ ղեկավարը պետք է այսքան մեծ հնարավորություններով ու լծակներով օժտված չլինի։ Դա եմ դիտարկում հնարավոր տարբերակ այս իշխանություններից ազատվելու, դա եմ հնարավոր տարբերակ համարում ընդդիմության վրա այն ճնշումը գործադրելու, որ իրենք ստիպված լինեն առանցքային կարևորագույն հարցերի պատասխանելու, եթե չեն կարող պատասխանել, ուրեմն թող չխոսեն, եթե կարող են պատասխանել, ես մենակ ուրախ եմ լսել այդ պատասխանները, որովհետև իմ առաջարկած տարբերակը, իմ առաջարկած օրակարգը, իմ պատկերացումն այսօրվա իրողության շուրջ չեմ բացառում կամ վստահ եմ, որ շատ ավելի շատ խելացի մարդիկ կան, որոնք ավելի լավ տարբերակ կարող են առաջարկել ու ես ուրախ կլինեմ այդ տարբերակի հետևից գնալ, բայց լինի այդ տարբերակը։ Իսկ քանի դեռ այդ առանցքային հարցերը, որի մասին ասեցի, երաշխիքների հետ կապված, սահմանի հետ կապված, որից այն կողմ իրենք հրաժարական կտան, լծակների հետ կապված հրաժարական չտալու դեպքում քաղաքացին ինչ պետք է անի։ Նմանատիպ հարցերի պատասխանները չստանալու պարագայում ես իրատեսական չեմ համարում, որ ինչ որ մեկը ներսից, երկրի ներսում առանց արտաքին ուժերի ազդեցության, որը շատ կարևոր է, կարող է այնպիսի ալիք գեներացնել, որ նման իշխանություններից կարող ենք ազատվել։ Կամ մաքսիմում, ինչպես ասեցի, անձերի փոփոխություն տեղի ունենա, որը մեր կյանքում, մեր կենցաղում կամ մեր անվտանգային համակարգում որևէ փոփոխություն չի բերելու երկարաժամկետ կտրվածքում, առավելագույնը ինչ որ ժամանակահատված, շատ կարճ ժամանակահատված լինի որոշակի դադար, էյֆորիա, ոգևորություն ու նորից դա կորի։ Երկու շատ կարևոր հանգամանք են առանձնացնում, երբ որ ես խոսում եմ։ Նույն այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը ասում են նախ մենք ունենք շատ ավելի մեծ անվտանգային հարցեր կարևոր ու երկրորդում են այն ինչի մասին ես խոսում եմ։ Իմ համար որպես քաղաքացի ամենամեծ անվտանգային հարցը այն է, թե կառավարության շենքում նստած ղեկավարը երկրի ինչ լծակներով է օժտված։ Ի վերջո ինքը կարող է շատ լավ հայրենասեր ղեկավար լինի ու իրոք մեզ լավ ուղի դնի։ Բայց ես ելնում եմ ոչ թե այդ կտրվածքով, ի վերջո այդ պարագայում մենք քննարկելու բաներ չենք ունենա, մեր առօրյա, մեր կենցաղով կապրենք, չաղ, ուրախ ու բախտավոր։ Ես ելնում եմ այն հնարավոր սցենարից, որ այդ երկրի ղեկավարը կարող լինի տգետ, դավաճան կամ թշնամի։ Մեր ժամանակը ավարտած է, շատ կներես, որ ուզում ինձ դված է 40 րոպե ավարտած է, Հայկ ջան, շնորհակալ եմ եւ հարցակցանք